Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսած շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այսօր երևի թե ես ստիպված կլինեմ վերադառնալ 21-ից, կներեք, մի հատ նայեմ, 20-րդ տեքստից ուրեմն քննարկմանը, որովհետեւ կարծում եմ, որ բոլորդ նկատեցիք, որ այդտեղ ես մի փոքր սխալվեցի եւ փոխարեն ուրեմն Սխմայի շատ կարևոր զանգ եկավ, որին պարտադիր պետք է պատասխանեի եւ պատահաբար ուրեմն պաուզայի փոխարեն սխմեցի կանգնեցնել ձայնագրությունը եւ ընդհատում տեղի ունեցավ։ Ես ճիշտ ասած այդքան էլ լավ չեմ դիրապետում, որ ասենք երկու մասով ձայնագրեի դասախոսությունը հետո միացնեի իրար։ Դրա համար այդպես կիսատել ուրեմն հրապարակեցի, բայց տեքստը ինքը մնաց կիսատ, ինչպես տեսակ, ու ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե այսօր մենք այդ տեքստերը քննարկենք սկզբից։ Ուրեմն ես ուղղակի բանանեմ կարդամ տեքստերը եւ մենք շարժվենք առաջ։ Շրիմադ Բհագավատամ 3-րդ երգ 12-րդ գլուխ 20-րդ տեքստերից Շրիմայտրայան ասաց. ստանալով Տեր Բրահմայից այդ հրահանգը Ռուդրան ինքը շրջանցեց իր հորը իհարկե որպես հարգանքի նշան եւ արտահայտեց իր համաձայնությունը։ Ռուդրան ինքը գնաց անտառ եւ սկսեց անել խիստ ճգնություններ։ Այդ ժամանակ Բրահման, որը ինքը իր հզորությունը ստացել էր Գերագույն Աստծո անձնավորությունից, որոշեց շարունակել արարել կենդանիակներ եւ որպեսզի ինքը շարունակի իր ցեղը, ուրեմն լույս աշխարհ բերեց 10 որդիներին։ Այսպես աշխարհում հայտնվեցին մարիչիները, Մարիչին, Ադրին, Անգիրան, Պուլասյան, Պուլահան, Կրատուն, Բրիգուն, Վասիշթան, Դաքշան եւ ուրեմն 10-րդ տղան դա Նարդան էր։ Մենք ուրեմն ձեզ հետ տեսանք, չէ, որ մենք քննարկեցինք առաջին հերթին 20-րդ տեքստը, ես պիտի թե կկրկնեմ եւ կանցնենք առաջ։ Քննարկեցինք 20-րդ տեքստը, որտեղ ուրեմն տեսանք, որ այս տեքստերում իրանք շատ հետաքրքիր անցման մասին էին խոսում, որովհետեւ ավարտվեց Ռուդրայի հետ կապված էպիզոդը, չէ, եւ սկսվեց 10 մեծագույն իրականում Տեր Բրահմայի մեծագույն որդիների ուրեմն ծնունդը, որտեղ այս 10 ազնվորությունները իրենք արիական քաղաքակրթության պնդմամբ ամբողջ տիեզերքով մեկ, ուրեմն եթե տիեզերքը չվերցնենք, ապա հաստատ մեր մոլորակի վրա բավականին այդ պահին մեծ փառք էին վայելում, Եվ սա ես այն ժամանակ էլ ասեցի, հիմա էլ կկրկնեմ, որ սա ինքը խոսում էր ոչ թե նրա մասին, որ ուղղակի ոնց որ բաների թաթերաբեմում փոխվեցին գործող անձնավորությունները, չէ, սա իրականում արարչագործության բանի սկզբունքների փոփոխություն էր, Այսինքն Տեր Բրահման ինքը սկզբից որ փորձ կատարեց արարչագործությունը շարունակի, չէ, ուրեմն Ռուդրայի ուժի միջոցով։ Դրա արդյունքը, որովհետև դա չբավարարվածությունն էր, այսինքն չբավարարվածությունը ինչից, որ կային սկզբունքներ, որոնք իրենք հրաժարվեցին, ասենք, բանանել, չէ, տարածել նյութական աշխարհը, այսինքն հրաժարվեցին լինել այն կանալը, որի միջոցով նյութական աշխարհ են գալիս կենդանի էակները, որ ինչու համար, որովհետև իրականում այդ սկզբունքները կամ 4 գումարները, իրանք ուղղակի հակառակը նախատեսված էին նյութական աշխարհից դուրս գալու համար։ Հասկանում եք։ Եվ դրա համար իրենք հրաժարվեցին, ասցին, որ ոչ, ասենք, բանանել, ինչ-որ լցնել այս նյութական աշխարհը կենդանի էակներով, դա մեր ֆունկցիան չի։ Բայց բոլոր դեպքերում Տեր Բրահման ինքը նեղվեց այդ հանգամանքից եւ
չբավարարված գիտեց ելույթները, չէ, եւ այդ դրանից, որ այսա հրաժարվեց, ծնվեց ռուդրան, այսինքն ջղայնության եւ տրանսֆորմացիաների մարմնավորումը, չէ։ Եվ մենք տեսանք, որ դրա հետևանքը ինքը դարձավ այն, որ տիեզերքը ինքը կանգնեց ուղղակի հակառակը ոչնչացման, ուրեմն բաներ ուգրոզը в общем, այ ոչնչացման առաջ կանգնեց, չէ։ Եվ մենք տեսանք, որ շատ կարևոր էր, որ Տեր Բրահման ինքը ոչ զայրույթով մոտեցավ իր որդուն, ոչ, ասենք, փորձեց իրանից ազատվել, որովհետև մենք ձեզ հետ խոսեցինք դրա մասին, որ իրականում ուրեմն այ խնդիրը կայանում էր նրանում, որ միայն ռուդրայի միջոցով, հա, ուրեմն այդ տիեզերքը ինքը կգա ավիրման եզրին կկանգնի։ Եվ որպեսի այդ դա տեղի չունենա, չէ, անհրաժեշտ է, որպեսի անձնավորությունը ինքը, այսինքն տիեզերքը կներեք, ինքը արարվի տարբեր սկզբունքներով։ Եվ հաջորդ սկզբունքը այդ ջղայնության, ոչնչացման, տրանսֆորմացիաների սկզբունքին հակադարձ, չէ, Տեր Բրահման ինքը արարեց իմաստության սկզբունքները, որտեղ իրականում, ինչքան էլ ուզում եմ, մենք անցյալ անգամ կիսատ թողեցինք, հա, այսօր կվերջացնենք, ինչքան էլ ուզում է այդ 10 որդիները իրանք լինեին բաներ, ասեք, ինչ-որ սկզբունքների ներկայացուցիչներ, չէ, բոլոր դեպքերում դա բրահմաններ էին, այսինքն արդեն այսպես սրբության հասած կամ առաքինության մեջ շատ մեծ արդյունքների հասած հոգևոր էակներ էին։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք առաքինության գոյավիճակի մասին, առաքինության գոյավիճակը ինքը սկսվում է գիտելիքից, այսինքն իմաստությունից։ Առաջի հերթին արիացիները, որպես իմաստություն էին համարում, նյութական աշխարհի 3 գոյավիճակների հասկացողությունը։ Այսինքն թե ինչպիսի պատճառահետևանքային կապեր են գործում նյութական աշխարհում։ Ես փորձ եմ կատարել, ուրեմն ինձ շատ էի կարևորում այն գաղափարը, անկեղծ ասեմ, փորձ եմ կատարել, որպեսզի ներկայացնեմ Հայաստանում, ասենք, այդ սկզբունքները, որպեսզի մենք, ասենք, հայերը իրենք հաշվի առնեն, հայերը իրենք այսպես, կարող եմ այսպես ասել, որ մեծ հաջողությամբ արհամարեցին այս գիտելիքը, եւ ես այդտեղ արդեն դրանից ավել ոչ մի բան անելու չունեմ, ոնց որ ասում են, իմ գործը կայանում էր միայն նրանում, որ ես ներկայացնեմ այդ սկզբունքները, որպեսզի հաշվի առնվի։ Այս պահին մենք գնացինք մի այլ ճանապարհով, որը ես հիմա այստեղ ավելորդ եմ համարում քննարկելը, բայց ամեն մեկը անում է իր ընտրությունը եւ այստեղ ընդհանրապես ոչ մի տեսակի, ոչ նուրբ, ոչ կոպիտ, ոչ միստիկական, ոչ չգիտեմ ինչ, ոչ մի տեսակի բռնություն չի կարող լինել, որովհետեւ իրականում հոգեվոր մարդը ինքը ուրիշ տեսակետ ունի աշխարհի հանդեպ, չէ՞, եւ ինքը երբեք ես հուսով եմ, որ ինչ որ մի մակարդակի հոգևոր մարդ ամենայն դեպս համարվում եմ եւ իհարկե ամենակարևոր սկզբունքներից մեկը դա նա է, որ ես շատ քաջ գիտակցում եմ, որ ամեն ինչը պետք է լինի կամավոր եւ դա ընդհանրապես այսպես է գործում, որ ներկայացվում է գիտելիքը եւ գիտելիքը ինքը կամ ընդունվում է կամ ոչ ընդհանուր առմամբ ինքը կամ չընդունվեց կամ ընդունվեց գաղտնի ձևերով, այսինքն երբ որ մարդիկ իրանք լսում են այս դասախոսությունները, հետո որովհետև իրանք շատ ավելի մեծ բան ունեն, պոպուլարություն ունեն երկրում, հա, ուրեմն ներկայացնում են այդ ամեն ինչը որպես իրենց գաղափարները, ինձ համար միևնույն է այդ թեման, որովհետև իրականում կարևորը դա նա է, որ ճշմարտությունը ինքը հնչի, դու այս պահին դեռ որ այնպես է, որ ես հիմա արդեն այս գոյավիճակների մասին կամ նյութական աշխարհի կառուցվածքի մասին խոսում եմ միայն եւ միայն իմ ունկնդիրների համար եւ ուրիշ ոչ մի փրկելու կամ ոչ օգնության ձեռք մեկնելու տրամադրություններ այլևս ուղղակի իսպառը չկա։
Հա, ուրեմն արեցիները իրանք կարևորում էին այդ հանգամանքը, մենք հիմա խոսում ենք դրա մասին, թե ինչպես է առաջանում առաքինության գոյավիճակը, ինչու է սա կարևոր, որովհետև մենք փորձում ենք հասկանալ, թե արիացիները ինչպես են կարողացել կառուցել երջանիկ հասարակություն, չէ՞։ Հիմա տեսեք ուրեմն, երբ որ մենք խոսում ենք երջանիկ հասարակություն կառուցելու սկզբունքների մասին, չէ, այստեղ ուրեմն իրենք ասում են, պետք է առաքինություն, այսինքն մաքրություն։ Եթե կա առաքինություն, ուրեմն կա շանս, որ այդ հասարակությունը ինքը կարող է լինել երջանիկ։ Հիմա այդ առաքինությունը ինքը կա, առաքինություն մարդու պատկերացումների համաձայն, հա, եւ դա կոչվում է բարոյականության օրենքներ, որը հորինեց մարդը։ Մենք միշտ դա քննարկել ենք, ես հիմա ոչ մի նոր բան չեմ ասում, որովհետև որ այդ բարոյականության օրենքները հորինում են մարդը, անպայման այդ օրենքների մեջ լինում են շովինիզմ, որտեղ եթե մենք վերցնում ենք մարդկային հասարակությունը, հիմնականում միշտ ուրեմն տառապում են կանայք եւ չկայացած տղամարդիկ, այսինքն այն տղամարդիկ, որոնք իրենք հասարակության մեջ ցածր դիրք են գրավում։ Всё։ Ինչ-որ մի հատ բարձր խավի տղամարդիկ են լինում, որոնք իրենք հաջողակ են եւ որոնք իրենք ուղղակի բռնաբարում են ամբողջ հասարակությունը։ Չէ, եւ այստեղ ոչ մի երջանկության մասին խոսք անգամ լինել չի կարող, այսինքն այդ բարոյականության օրենքները իրանք այսպես էլի գրվում են նրա համար, որպեսզի ուժեղ տղամարդիկ ունենան լիարժեք իշխանություն ամեն ինչի եւ բոլորի վրա եւ ուրիշ ոչինչ, եւ դա կոչվում է շովինիզմ։ Երբ որ մենք խոսում ենք արիացիների գաղափարախոսության մասին, մենք տեսնում ենք, որ ամենակարևոր բանը, որ փորձում էին արիացիները անել, դա ունենալ ուժեղ տղամարդիկ, սա շատ կարևոր է, ոչ մեկին փալաս չէր սարքում, հա, այսինքն ունենալ ուժեղ տղամարդիկ, բայց տղամարդիկ, որոնց գիտակցությունը չի թույլ տալիս իրենց չարաշահել ուժը։ Սա շատ կարևոր թեմա է իրականում հասարակությունը երջանկության մեջ հաստատելու միտման մեջ, եթե այդպիսի միտում ընդհանրապես կա։ Հիմա առաքինության գոյավիճակը արիացիներն իրենք ասում են, գոյություն ունի տգիտության գոյավիճակ, որը ինքը ավիրում է, այսինքն ազնվորությունը ինքը մտածում է, որ ինքը ամեն ինչ ճիշտ է անում, որ ինքը, չգիտեմ, իրանից բացի ուրիշ ոչ մեկ ճշմարտություն չի հասկանում եւ այլն, բայց ինքը հենված է լինում կենդանական բնազդների վրա, ունենում է կենդանուն բնորոշ բնություն, հա, այսինքն իր մոտ դա է ցայտուն արտահայտված, չէ՞, իսկ կենդանական աշխարհում գործում է ուժի գործոնը։ Եվ վերջ հաղթում է նա, ով ուժեղ է։ Եվ այդպիսի հասարակության մեջ տղամարդիկ իրենք ուրեմն այդ ուժ կուտակելու գործերով են զբաղված, դա հարստությունն էլ է ուժ, ֆիզիկական եւ մենտալ, այսինքն միստիկական ուժերն էլ են ուժ, չգիտեմ, փառքն էլ է ուժ եւ այլն եւ այդ ամենը ավելացնում է տղամարդու ուժը, չէ՞։ Եվ իրանք փորձում են ուժ կուտակեն, ինչի համար, որպեսզի ուրիշ տղամարդկանց հետ հարաբերությունների մեջ ունենան առավելի դիրքը։ Հասկանում եք, ինչի համար, որպեսզի իրենք կարողանան վայելեն իրենց կյանքը, ըստ իրենց ցանկությունների, չէ՞։ Եվ արիացիները իրանք զգուշացնում են, ասում են, այդպիսի պահվածքը ինքը բերում է ավիրումների, ինքը բերում է ոչնչացման, ինքը բերում է ատելության, եւ այլն, այսինքն այդ տգիտության կամ բերում է դեպրեսիաների, ալարկոտության եւ այլն, որ ամեն ինչը այսպես ինքնահոսի մատնված ինքն իրան գնում է։ Չէ՞, այս է երկու արդյունքը, մեկը ագրեսիվ ոչնչացում, մյուսը пассив դեպրեսիա, որը նույնպես դանդաղ ոչնչացման process-ն է։ Ինչու համար, որովհետեւ նյութական աշխարհը ինչ որ մի արդյունք տալու համար, հա, իր կառուցվածքը այնպեսին է, որ պահանջվում է ջիկ։ Հասկանում եք։ Հիմա, ուրեմն, տգիտության մեջ կենդանիակը ինքը ջիկ է գործադրում, որպեսզի ունենա ուժ, որպեսզի կարողանա բռնաբարել։ Վերջ։ Սա է տգիտության գոյավիճակի ամենակարևոր մեխանիզմը։ Իր համապատասխան արդյունքներով, որովհետև բռնություն է իրականացվում, ուրեմն այդ վայրում ինքը տեղի են ունենում ավիրման process-ներ,
շատ բարձ հասարակ։ Կա կրքի գոյավիճակ, չէ՞, որտեղ անձնավորության հիմքը դա կիրքն է։ Կրքի գոյավիճակում կենթանի էակը ինքը այդպես է ջոտ կոպիտ բռնության հանդեպ հակում չունի։ Ինքը հակում ունի հաղթել մրցակցության մեջ։ Այսինքն ովքեր են այն անձնավորությունները, որոնք մտնում են այս հոգեբանության մեջ։ Տեսեք, տգիտության գոյավիճակի, այսինքն բռնությանը, եթե մենք էությամբ ենք խոսում, չէ, դիմում են այն կենթանի էակները, որոնք իրենք, ոնց ասեմ, էլի ասած, ոչ մի բանով օժտված չեն։ Այսինքն, եթե իրանք բռնություն չգործադրեն, իրանք այս աշխարհում 0.1% ուշադրություն կամ 0.1% վայելք չեն կարող ստանալ։ Այսինքն ոչ մի ներքին արժանիք չունեն։ Եվ դրա համար, որպեսզի իրանք ծածկեն այդ իրանց ներքին այլանդակությունը, կներեք այս կոպիտ խոսքիս համար, իրանք դիմում են բռնության։ Այսինքն այն ինչը, որ ես չեմ կարող ստանալ հրապուրելով, ես փորձում եմ ստանալ բռնանալով։ Սա է տգիտության գոյավիճակի այն հոգեբանության քոքը։ Այսինքն որակի բացակայությունն է տգիտության գոյավիճակի քոքը, այդ բռնության հանդեպ հակումի։ Հիմա կրքոտները դա նրանք են, ովքեր ինչ-որ մի բանով արդեն օժտված են։ Ինչ-որ մակարդակի գեղեցկությամբ, ինչ-որ մակարդակի ուժով, ինչ-որ մակարդակի հարստությամբ, ինչ-որ մակարդակի գիտելիքով, ինչ-որ մակարդակի փառքով, ինչ-որ մակարդակի անկախությամբ։ Եվ երբ որ անձնավորությունը համապատասխան նրան, թե ինքը ինչ մակարդակի այդ ամեն ինչը ունի, չէ, եթե ինքը այդ իր մոտ այդ գործոնները իրանք շատ են, ինքը վստահ է, որ կարող է իր այդ ունեցած չունեցածով մրցակցության մեջ հաղթել։ Ու ես միշտ բերում եմ այդ կրքերի գոյավիճակի մեջ այդ երջանկության հանդեպ վերաբերմունքը, որտեղ մենք դիտարկում ենք հասարակությունը ինչպես սարքել, բան չէ, երջանիկ։ Հիմա տեսեք, տգետները իրանք ունեն հոգեբանություն, երջանիկ լինելու իրավունք ունեմ միայն ես։ Հիմա տեսեք, այբ որ այդպիսի անձնավորությունը ինքը հասնում է օրինակ իշխանության, եւ հիմա իրանից կախված է հասարակության երջանկությունը։ Ինչ եք մտածում, իրան ընդհանրապես հետաքրքրում է երջանկությունը։ Տեսեք, երբ որ մենք չենք տիրապետում այդ գիտելիքին, չէ, մենք նայում ենք տգետ մարդուն եւ իրանից պահանջում ենք, որ ինքը լինի հոգատար։ Իսկ ինքը չի կարող, այդ որ ասում է այլացիներ դրանք այդ օրինակը բերում են, ես շատ եմ սիրում այդ օրինակը, էլի, Պրաբհուպադը ինքը շատ հաճախ այդ օրինակն է բերում իր գրքերում, որ դա նման է մի մարդու, որը փորձում է այծին կթել իր այս բանի տակ, այսպես մի հատ մսագունդ կա կախած, ու շատ նման է կրծքի, հասկանում եք, եւ իրանք ասում են, այդ նման է մի մարդու, որը այդ մսագունդն է կթում, հույս ունենալով, որ այդտեղ կաթ կա, բայց այդտեղ կաթ չկա։ Հասկանում եք, եւ մենք, եթե մենք տգետ ենք եւ չունենք այդ գիտելիքը, մենք նայում ենք մարդուն եւ պահանջում ենք, սպասում ենք իրանից այն, ինչը որ ինքը ի սկզբանե ի վիճակի չի տա։ Այն որ ուզենա էլ չի կարող տա, որտեղ դա իր բնությունը չի։ Ինքը իր մեջ այդպիսի կենտրոններ չունի, հասկանում եք, որ իրանից բացի ընդհանրապես որևիցե մեկի երջանկությունը կարևոր է։ Սա պիտի հասկացվի, էլի, սիրելիներս։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ուրեմն, այդ կրքերի մեջ անձնավորությունը ինքը ինչ որ մի հատ պոտենցիալ ունի։ Եվ մենք միշտ դա քննարկում ենք, չէ՞ որ արդեն երբ որ անձնավորությունը ինքը ինչ-որ մի հատ պոտենցիալ ունի, ինքը վստահ է։ Հասկանում եք, ինքը վստահ է իր ուժերի վրա եւ չի վախենում մրցակցությունից։ Հասկանում եք։ Եվ այդ ժամանակ, չէ, այո, հասարակությունը ինքը դառնում է մրցակցության դաշտ։ Ով ինչ պոտենցիալ ունի, դուրս եկեք սկսենք մրցակցել։ Հիմա բայց այստեղ էլ չէ երջանկության հարցը չի լուծվում։ Որովհետև այո, նա ով հաղթում է, նա գնում է վայելելու,
բարձանում է իր խավը, չէ՞, նա գնում է վայելելու, այն մնացածը պատմվածները մնում են ներքևում։ Եվ բայց գոնե, երբ որ հասարակությունը ինքը կրքերի հիմքի վրա մարդկանց վրա է հենված, հասկանում եք, այդպիսի մարդիկ իրանք գոնե թույլ են տալիս, որ ուրիշն էլ լինի երջանիկ, ուղղակի ոչ իրանից առավել, հա, եւ всё, դարձավ կաստовая սիստեմա։ Ես վերևում եմ, ես ավելի շատ պիտի վայելեմ, տեսեք, երբ որ տգետն է վերևում, ինքը ասում է, իսկ դու ընդհանրապես պիտի չվայելես։ Դրա համար տգիտության գոյավիճակը ինքը ստեղծում է բռնատիրական հասարակություն միշտ, եւ սովորական մարդը, անկախ նրանից, թե արտաքինից դա ինչ տեսք ունի, իր ներքին իմաստով սովորական մարդը ինքը դառնում է ստրուկ, այսինքն ընդհանրապես երջանկությունից զուրկ։ Հասկանում եք, իսկ կրքոտները իրանք ասում են, մենք ձեզանից առավել ենք արժանիքով։ Դրա համար մենք իրավունք ունենք ավելի շատ վայելել։ Այո, դուք էլ կարող եք վայելել, բայց պարտադիր մեզանից քիչ։ Եվ ձեր դիրքը պիտի լինի մեզ ծառայել։ Ազատության մեջ, բայց ծառայել։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդ ժամանակ դա լինում է ազատ բանվոր գյուղացիական բանը, շերտը։ Հասկանում եք, որտեղ մարդը ինքը այդ ինչ-որ կոչում է դեմոկրատիա, որտեղ մարդը ինքը ինչ-որ մի հատ ազատություն ունի։ Հիմա փորձ է կատարվում այդ քաղաքակրթությունը իսպառս վերացնել, որովհետև ինչպես մենք տեսնում ենք, բոլոր ուժող պետությունների գլխում հիմա կանգնած են ինքնիշխաններ, որոնք իրանք ուզում են հենց այդպես մնան մինչև իրանց կյանքի վերջը իշխանության վրա, եւ դրա համար իրանք պիտի հասարակությունը բռնացնեն։ Այստեղ ուրիշ ոչ մի սցենար չի կարող աշխատի։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք առաքինության գոյավիճակի մասին, առաքինության գոյավիճակի ազդավորությունները իրանք ունեն նյութական աշխարհի օրենքներին հակառակ բնություն։ Այսինքն, հենց դա կոչվում է արիացի։ Արիացին դա այն ազդավորությունն է, որը ինքը որպես մինիմալ պլատֆորմա վերցրել է իր ղեկավարության տակ իր կենթանական վնասները, հա, եւ որպես մաքսիմալ պլատֆորմա ինքը կենթանական վնասները հաղթահարել է։ Այո։ Հիմա տեսեք, այդ առաքինության գոյավիճակը ինքը սկսվում է, չէ՞, ինքը սկսվում է, այսպես, գիտելիք, որը բերում է երջանկություն։ Առաջի հերթին երջանկության առաջի պայմանը նյութական աշխարհում սկզբում դեռ նյութական աշխարհում, չէ՞։ Առաջի պայմանը ո՞րն է։ Պիտի ազատվի տառապանքից, որպեսզի կարողանա հաստատվի երջանկության մեջ։ Հիմա արիացիները պարզ բան են ասում են, որպեսզի դու կարողանաս ազատվես տառապանքից, դու պիտի ունենաս գիտելիք, թե այդ տառապանքը ինքը որտեղից է առաջանում։ Երբ որ գալիս է կրոնը, չէ՞, եթե կրոնը ինքը չի ընդունում վերամարմարան գաղափարը եւ այլն, արիացիների գաղափարախոսությունը, չէ՞, ուրեմն կրոնը ինքը չի կարողանում բացատրել։ Ինքը չի կարողանում բացատրել, թե տառապանքը որտեղից։ Եվ այդ ժամանակ մենք ստանում ենք Աստծո մի հատ կերպար, որը ասես ուղղակի քմահաճ կերպով, չէ՞, այսինքն երբ որ գալիս է այդ կետը, որ պիտի բացատրվի, թե օրինակ ասենք, ինչու է ինչ որ մեկը ծնվել այլանդակ մարմնով, չէ՞, կամ հիվանդ մարմնով, իսկ մյուսը ծնվել արքայի տղա։ Այն ինչու բնությունը դա ինչպես է որոշում, թե որ մի կենդանի է, եթե Աստված կա, ուրեմն Աստված է, չի այդ ծնունդը տալիս։ Այն ինքը ոնց է դա որոշում։ Եվ այդտեղ հենց որ գալիս ենք, բոլոր գաղափարախոսություններն ասում են Աստծո գործերը անքննարկելի են։ Այսինքն դա հնարավոր չի։ Եթե դա հնարավոր չի հասկանալ, թե ոնց Աստված որոշեց, որ իմինը դու պիտի տառապես կամ լինես տգեղ, կամ լինես թույլ, կամ լինես խայտառակված, այն ծնված օրվանից, հասկանում եք, կամ այսպիսինը, կամ այնպիսինը, չէ՞։ Ուրեմն դու չես իմանում, դու չես կարող իմանալ, թե դրանից ոնց պիտի ազատվես։ Արիացիները գալիս են ասում են, այո, այն ամեն ինչ որ դու ունես ծնվելու պահին,
դա այն է, ինչ դու վաստակել ես ինքդ քո անցյալ կյանքերում գործողությունների ժամանակ։ Չէ, տեսեք հիմա արդեն, երբ որ սա է գալիս, չէ, ինքը всё, կա բացատրություն։ Այս սրա դիմաց սա է ստանում, սրա դիմաց սա է ստանում, սրա դիմաց եւ դու նայում ես քո իրականությանը, հասկանում ես անցյալ կյանքերում ինչ ես արել, մտնում ես քո մեջ, մտածում ես, իսկ ինչպիսի մարդ պիտի լինեիր դու, որ այդպիսի բաներ անեիր, այդ մարդուն հայտնաբերում ես եւ սկսում ես աշխատել այդ մարդուն քո մեջ փոխելու գործընթացով։ Այլ որ դու փոխում ես քո մեջ այդ քո ներքին պլատֆորման, տառապանքը, որին դու արժանացել էիր, ինքը վերանում է։ Ինչի համար, որովհետև ինչի համար է տրվում տառապանքը։ Տառապանքը տրվում է ոչ թե միայն նրա համար, որ դու պատասխան տաս, այլև նրա համար, որ դու հրաժարվես հաջորդ անգամ այդ նույն այլանդակ գործողությունները կատարելուց։ Հիմա, երբ որ մարդը ինքը գալիս է հոգևոր դաշտ, չէ, եւ իր մեջ սկսում է իր թերությունները, այդ թերությունները ո՞րն են։ Բռնության հանդեպ հակումը, չէ, ասենք, չգիտեմ, էգոիզմի հանդեպ հակումը եւ այլն, չէ։ Երբ որ ինքը սկսում է այդ աշխատանքը, իրան տառապանք պատճառելու իմաստը կորում է, հա? Եվ դրա համար, հիմա այստեղ էսպես ասեմ, էլի կներեք, դրա համար արիացիների Աստվածը ինքը ասում է, հենց որ դու մտար հոգևոր դաշտ, հենց մտար, եթե դու մի անգամ անկեղծ, ասես առանց վիրավորանքի, կրկնեցիր իմ անունը, առաջի բանը, որ ես անում եմ, դա ինչքան մեղք, որ դու գործել ես քո ամբողջ նյութական գոյության ընթացքում, ես քեզ ներում եմ։ Չէ, տեսեք, այսա, ես միշտ ասում եմ, էլի, Աստծուն վայել գաղափար է։ Հասկանում եք, որ այո, Աստված ինքը չի կարող լինի այնքան փոքրահոգի, հələ փոքրահոգությունը մի կողմ դնենք, այդքան անարդար չի կարող լինի, որ մի հատ հիմար կնոջ ապուշության պատճառով միլիարդավոր, դուք պատկերացնում եք այդ պահից սկսած, հələ տիեզերքը հանգիստ թողնենք, մեր մոլորակի վրա ինչ քանակությամբ մարդիկ են ծնվել, հոգիներ են ծնվել, չէ, եւ այդ բոլորը միլիոնավոր տարիները չեն կարողանում այդ աղմախի մեղքի տակից դուրս գան։ Ինչ Աստված ենք էլի մենք այդտեղ ստանում։ Ու ոչ մի ձևի չեն կարողանում, ես կներեք հիմա նորից վերադառնամ այդտեղ, ոչ մի ձևի չեն կարողանում ընկալել, հասկանում եք, որ Հիսուսի ասածը ուղղակի հակառակ է այդ պատմությանը, որտեղ ինքը եկավ, ասեց Աստված սեր է, ընկերներ ջան, ինքը չի կարող լինի այդքան ողակալ, այդքան փոքրահոգի, ինքը չի կարող, ինքը չկարողանա մի հատ, չգիտեմ, հիմար, ասեց ինքն էլ ստեղծել է իրան հիմար, ինքն էլ բոլոր պրովոկացիաները ստեղծել է այդ բանում, դրախտում, հա? Հետո էլ անիծել ու ես իմ ինչ արել ու վռնդել։ Այդ քեզ բան։ Այսինքն դու այդ կնոջը ստեղծել էիր ոչ այդ բնությունով, հա? Այսինքն ստեղծել էիր խելամիտ, հանգիստ, կշռադատված, մաքուր, ինչպես դու ասված է, ու ինքը գայթակղվեց, Էդի ինչ գաղափար է ընդհանրապես, դու ստեղծել էիր, դու էլ հենց այդպես ես, չես ստեղծել, բայց դու ես ստեղծել, հետո ինչ ես մեղադրում, որ ինքը այդ բնությունն արտահայտեց։ Էդ ինչ անարդար վերաբերմունք է ընդհանրապես կանացի սկզբունքի հանդեպ։ Հասկանում եք, չէ, այդ չի լինում, էլի, ոնց պատտվում ես, չի լինում։ Դա մարդու կողմից հորինված։ Հա? Ավելի կարճ։ Հրյա տղամարդկանց կողմից հորինված գաղափարներ են թողնել են ինձ ինչ որ լիչնով էլի որ հրյաների դեմ ոչ մի բան չունեմ բայց գաղափարը ինքը սխալ գաղափար է Աստծուն վայել գաղափար չի վերջացավ հասկանում եք չէ եւ տեսեք ասենք հիմա ինչ են ասում արիացիները իրանք ասում այ դու առաջի հերթին պիտի իմանաս մենք հիմա առաքելության գոյավիճակի բնությունն է չէ բանանում հիմա այ դու պիտի իմանաս Պիտի իմանաս, որպեսզի կարողանաս ազատվես տառապանքից, պիտի հասկանաս, որտեղից է գալիս տառապանքը։ Եթե դու ընդունեցիր Աստծո գաղափարը եւ մտածում ես, որ դա Աստված է քեզ բոլոր փորձությունները տալիս, չգիտեմ, ինչ որ հիմար գաղափարների համար,
Դու սխալվում ես։ Նյութական աշխարհում գոյություն ունի 3 տեսակի տառապանք։ Մեկը դա դու ինքդ ես քեզ տառապալից վիճակների մեջ բերում։ Երկրորդը դա ուրիշ կենդանի է, դու այդ անում ես տգիտությունից, ուրիշ կենդանիակներն են քեզ տառապացնում, դա հիմնականում արվում է նախանձից, հա, եւ բնության արհավիրքներ։ Всё, Աստված դեռ ոչ մի կապ չունի։ Բնությունն էլ ինքը իր մեջ ունի իր process-ները։ Всё։ Հասկանում եք։ Ես միշտ այդ օրինակն եմ բերում։ Այնա մենք գիտենք, չէ՞, որ մենք ապրում ենք սեյսմիկ զոնայում։ Այ ով է ընդհանրապես, ասեք, եթե դու արդեն գիտես, որ դա սեյսմիկ զոնա է, դա նշանակում է, որ ամեն պահ, Աստված կարոտ պահի, կարող է լինել երկրաշարժ։ Ինչի համար ես այստեղ ապրում։ Գնա քթի ինչ որ մի հատ տեղ, որտեղ այդպիսի բաներ չեն լինում։ Չէ՞, բայց երբ որ մենք տայում ենք, տեսնում ենք, որ անվտանգ տեղ նյութական աշխարհում չկա։ Եվ դա այո, դա հենց այդպես էլ պիտի լինի, մենք պիտի հասկանանք, որ նյութական աշխարհը դա հոգևոր աշխարհ չի։ Եվ ինքը անվտանգ տեղ չի, այո։ Հասկանում եք։ Всё, Աստված ни при чем вообще։ Այսա պիտի հասկացվի առաջին հերթին, չէ՞։ Եվ հիմա տեսեք, կենդանիակը ինքը ստանում է գիտելիք, եւ երբ որ այդ գիտելիքը ստացավ, ինքը իրեն կարգավորում է, ստանում է նյութական երջանկություն։ Սա առաքինության գոյավիճակն է։ Բնականաբար, երբ որ կենդանիակը ինքը հաստատվում է նյութական երջանկության մեջ, ինքը այդտեղ կարող է իր հոգևոր աճը ընդհանրապես կանգնացնել։ Այսինքն ընդհանրապես։ Ինչու՞։ Կարող է կանգնացնել, սիրելիներս, որովհետև հոգին ինքը գոյություն ունի, ինքը իր այսինքն նախասկզբնականորեն ինքը սատչիտանանդա է ըստ արիացիների, այսինքն ինքը գոյություն ունի հավերժ, ինքը ուրեմն ընկալման ունակություն ունի եւ այդ ընկալման ունակությունը անսահման է, չէ՞, ես միշտ այդ պարզագույն օրինակն եմ բերում, չէ՞, օրինակ ասենք հիմա իմ աչքերը կարողանում են տեսնել օբյեկտներ։ Ինչպիսի օբյեկտ էլ ուզում է լինի, իմ ուղեղը ի վիճակի է դա անցալի։ Չէ՞։ Եթե առողջ վիճակում է, էլի։ Չկա, չէ՞, այդպիսի պահ, որ մեկ էլ աչքը ինքը ասի, վայ, всё, սրանից հետո էլ չեմ կարողանում տեսնել։ Կամ վայ, չէ, всё, սրանից հետո, չեմ կարողանում ընկալեմ вообще այս աչքը ինչ է տեսել։ Այսինքն ընկալման ապարատը, լինի դա աչքը, լինի դա քիթ, այսինքն օբյեկտը, հոտը, ձայնը, համը, բանը, ստրուկտուրան, չէ՞։ Այդպիսի պահ չկա, որ եթե վնասված չի, որպեսզի ինքը զգարան, ինքնանով ասի, չէ, այստեղ իմ ընկալման ապարատը պրծավ, всё, ինքը կարող էր, օրինակի համար, չգիտեմ, ընկալեր 1 միլիարդ օբյեկտ, հենց որ այդ 1 միլիարդը լրացավ, էլի վիճակի չեմ։ Չէ, տեսեք, իրանք ինչքան ճիշտ էին հասկանում, ինքը սա չիտ է, այսինքն իր գիտելիք կուտակելու ունակությունը չունի վերջ։ Չէ, եւ վերջինը անանդա, ինքը երանություն մանեկող է։ Այսինքն ինքը երանության համար է նախատեսված։ Եվ երբ որ կենդանիակը ինքը առաքինության գոյավիճակ է զարգացնում, իրական առաքինության, էլի ոչ թե իր պատկերացումներով, աստվածային օրենքներին համապատասխան։ Հասկանում եք, այդ ժամանակ ինքը հաստատվում է երջանկության մեջ։ Այդ նյութական երջանկությունը, սա եմ ուզում բացատրեմ, ինքը համընկնում է հոգու երանության հանդեպ հակման հետ։ Եվ հոգին ինքը հանգստանում է, որ այ այս պահին ես երջանիկ եմ։ Всё, ընդհանրապես խնդիր չունեմ, թե ինչի համար զարգանամ, ես ինչ անեմ։ Երբ որ կարող եմ ուղղակի վայելեմ իմ կյանքը։ Ես ամեն ինչը անում էի մինչև այդ, որ սրան հասնեմ։ Հիմա հասել եմ։ Հասկացաք, եւ այդտեղ կենդանիակ ինքը կարող է կանգնացնել իր զարգացումը։ Իրականում այդ նյութական երջանկության փորձարկման բանը շրջանը կենդանիակի մոտ ահավոր երկար է տևում, հիմա այդտեղ չխորանանք, որտեղ դա չեմ փորձում բացատրեմ։ Այսքանը խոսացի ինչի համար, որպեսզի վերադառնամ այդ 10 երեխաներին, չէ՞, տեսեք, իրանք բրահմաններ էին։
բրահմանները իրանք այն ազնվորություններն են, որոնք իրանց մոտ, չէ, տեսեք, ասեք, այս սկզբնական առաքինությունը ինքը այսպես է, կենդանիակը ունի այսքան գիտելիքի հանդեպ կապվածություն, այսքան նյութական երջանկության։ Հետո հոգևոր զարգացման ընթացքում այս գիտելիքի գործոնը ինքը մշտական աճում է։ Ինչն է աճում այդտեղ։ Մի հատ շատ կարևոր հասկացողություն։ Հոգին ինքը ընտելանում է նյութական երջանկությանը։ Կյանքեր շարունակ արիական քաղաքակրթության մեջ ծնվելով եւ այդ քաղաքակրթության մեջ երջանկություն փորձարկելով։ Դրախտային մոլորակները, որտեղ դրախտային մոլորակները նույնպես արիացիներ են ապրում։ Արիացիները դա ազգություն չի։ Արիացիները դա ներքին մշակույթ է։ Հա? Հիմա տեսեք սիրելիներս, չէ՞։ Եվ ասեք, այդ երջանկությունը, չէ, ինքը նյութական աշխարհում ունի երկու թերություն։ Առաջինը դա նա է, որ կենդանիակը, տեսեք, ինչպես է չէ նկարագրվում, որ ասենք ազնվորությունը ինքը միջին մոլորակներում, այսինքն մեր երկրագնդի նման մոլորակներում, ինքը բան է անում, կուտակում է բարեպաշտության պաշար, չէ՞։ Եվ այդ բարեպաշտության պաշարի հիմքի վրա հայտնվում է դրախտում։ Դրախտում ինքը հիմնականում վայելում է դրախտային կյանքը։ Ինքնաիրականացմամբ այնտեղ շատ քիչ անձնավորություններ են զբաղվում այդ դրախտի առաջի շերտում, չէ՞։ Ինքը վայելում է, հենց որ այ իրա զապասը պրծավ, որ ինքը այնքան ճգնություններ արել, որ կարող է, օրինակ, չգիտեմ, ինքը այնքան ճգնություն է արել, որ կարող է դրախտում լինի 10,000 տարի, օրինակ։ Ինքը այդ 10,000 տարին այնտեղ մնում վայելում է, հենց որ այդ 10,000 տարին պրծավ, այսինքն իր ճգնությունը պրծավ, ինքը նորից գալիս ծնվում է միջին մոլորակների վրա, հա, եւ նորից է սկսում պաշար հավաքել, որ նորից հայտնվի դրախտում։ Տեսեք, այսինքն նյութական երջանկության այդ հիմքում դրված է ճիգը։ Ուրեմն սա առաջի թերությունն է նյութական աշխարհի։ Գիտելիքը սկսեց ավելանալ, հա։ Այնինքն մարդն իրականացնում է, որ չի հաջողվում էլի այնպես հաստատվել երջանկության մեջ, որ պրոստը երջանիկ լինես ու վсё։ Հասկանում եք, որնա տեսեք, մենք հիմա այս պահին, չէ, ազգովի ոչ մի քայլ, այսինքն ոչ մի քայլ չենք անում բարեպաշտության պաշար ձեռք բերելու համար։ Հասկանում եք, իսկ միայն դա կարող է, բարեպաշտության պաշարը կարող է ինչ-որ փոփոխություն մտցնի ազգային ճակատագրի մեջ։ Սա իմ համոզմունքն է, ինձ ոչ մեկ այս աշխարհում չի կարող համոզի հակառակը։ Հասկանում եք, կամ էլ արդեն մենք պիտի դառնանք միլիարդ% սատանիստներ, որպեսզի կոպիտ ասած սատանան մեզ հաջողություն տա։ Վերջ, այդ երկու բանը կա։ Մեկը բարեպաշտության պաշարի հաշվին, եւ դա այդ ժամանակ աստվածային է կոչվում, մյուսը սատանիզմի հաշվին։ Մենք այդպիսի պետություններ ունենք, չէ՞, որոնք իրանք սատանիզմի հաշվին են հիմա ձիու վրա նստած։ Եվ հաջողակ են, եւ իշխանություն ունեն, եւ հարուստ են, եւ էս են, եւ այն են, եւ այլասերված։ Հիմքում էլի։ Սա է ընտրությունը։ Եվ երբ որ մենք բարեպաշտությամբ զբաղված չենք, հասկանում եք, մենք ոչ մի աստվածային բանի, այդ որ հիմա շատ է խոսեցվում այդ թեմայով, թող ինձ բոլորը ներեն, էլի, ինչ-որ շատ բան ճանապարհով են տանում, էլի, որ մարդիկ իրանք կարող են մնան նույն մեղավոր ազնվորությունները զարգացնեն ազգային գոռոզության, մտով քիչ էր մի հատ էլ sense ավել զարգացնեն ու հույս ունենան, որ դա հիմք է լինելու, որ Աստված ինչ-որ մի հատ ուրիշ աչքով է նայելու։ Կներեք, այդ ինչ-որ մենք խոսում ենք, որ Աստված ինքը ուրիշ աչքով է նայելու, չէ՞, մենք խոսում ենք անցյալի հայերի մասին։ Հասկանում եք, այն ժամանակ, երբ որ հայը ինքը ռեալ ուրիշ է եղել, ուրիշ էլ արդյունք է ունեցել։ Մենք չենք կարող անցյալի հայի այդ բնությունը չունենալով ունենանք անցյալի հայի արդյունքը։ Էսի մոռացեք։ Այդպիսի բան գոյություն չունի։ Ինչ ուզում եք ինձ հետ արեք։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, այ երբ որ մենք ասում ենք, որ ծնվեցին Տեր Բրահմայի այդ մարիչին բաները, չէ՞, 10
բրահման որդիները, չէ, դա այն ազնվորություններն են, որոնք իմաստությունը արդեն ավելացել է նյութական երջանկությունից։ Եվ այս մի հատ նախադասության համար ես կան ասեցի, որ այդ ազնվորությունները իրանք արդեն այն ազնվորություններն են, որ ինչ ուզում է իրանք մարմնավորեն, միևնույն է, իրանք որպես ազնվորություն արդեն իրանց համար իմաստությունը ավելի կարևոր է, քան նյութական երջանկությունը։ Իրանք շատ լավ հասկանում են նյութական աշխարհի ուրեմն իմաստը, հա, ընդհանրապես այդ նյութական աշխարհի հետ կապված ամեն ինչը իրանք շատ լավ հասկանում են։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն ինքը սա իրականում շատ կարևոր գաղափարներ են։ Հիմա ուրեմն մենք տեսանք, որ այ դրանից հետո, Ռուդրայից հետո Տեր Բրահման ինքը անցավ այնտեղ, որ սկսվեցին, այսինքն ինքը արարչագործությունը շարունակեց արդեն իմաստության սկզբունքների վրա։ Այս է այդ ամեն ինչ որ ասեցի, այս է այս բանը համար էի ասում, չէ՞։ Եվ սա իրականում ինքը հոգեբանական շատ կարևոր փոփոխություն է։ Չէ՞։ Մենք անցյալ անգամ ձեզ հետ քննարկեցինք այդ մշակույթը, նախանցյալ անգամ կներեք, քննարկեցինք այդ մշակույթը, թե ինքը Ռուդրան ինքը ինչպիսի ռեակցիա տվեց, չէ՞, կասենք, ինչպես իրան պահեց եւ այլն, եւ դա շատ կարևոր մշակույթ էր, հիմա այդտեղ չվերադառնանք։ 21-րդ տեքստում, չէ, արդեն Մայտրեյան ինքը սկսեց նկարագրել, թե ինչ եզրակացությունների եկավ Տեր Բրահման, հա, եւ ինչ արեց։ Այսինքն տեքստը ինքը արդեն Սուտը Գոսվամին ասում է, Մայտրեյան ասում է, եւ այդ ժամանակ Տեր Բրահման, չէ, այդ ժամանակ ինքը շատ կարևոր նշում էր։ Ինչի համար։ Սա կարևոր բառ էր, որովհետև մենք այն ժամանակ եթե ճիշտ եմ հիշում, պետք է որ նշած լինեինք, չէ, որ միայն Ռուդրայի հեռանալուց հետո, այսինքն երբ որ Ռուդրան ինքը գնաց ճգնություններ անելու, դա նշանակում է, որ տիեզերքում ավիրման սկզբունքները, չէ, կանգնեցին։ Որովհետև Ռուդրան ինքը խորասուզված է իր մեջ։ Ինչու համար։ Այդ ինքը այնտեղ ինչ պիտի հասկանա։ Ինքը պիտի հասկանա, որ նյութական աշխարհում ավիրումը միշտ չի որ պիտի լինի, որովհետև երբ որ մշտական ավիրվում է, նյութական աշխարհը ինքը կվերանա։ Իսկ նյութական աշխարհը ինքը ունի իր նախասահմանումը։ Եվ դրա համար Ռուդրան ինքը մենք այն ժամանակ դա ասեցինք, չէ, որ Ռուդրան այսինքն այդ ավիրելու կամ տրանսֆորմացիաների երևույթը ինքը ոչ թե պիտի վերանա, այլ պիտի սահմանափակվի։ Այսինքն պիտի հասկանա իր տեղը, դիրքը եւ ժամանակը, երբ է որ ինչ որ մի բանը պիտի փոխվի կամ եւ դրա համար ինչ որ մի բանը պիտի վերանա։ Հասկանում եք, ինքը սա շատ կարևոր սկզբունք էր, չէ՞։ Այսինքն մենք այն ժամանակ քննարկեցինք, որ որպեսի արարչագործությունը ինքը շարունակվի, չէ, առաջի հերթին պետք է սահմանափակվի ավիրելու ուժը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այնտեղ տեքստը ինքը ասեց, որ Տեր Բրահման, հա, այն ժամանակ, երբ որ Ռուդրան ինքը գնաց այդ իր սահմանները դնելու, չէ՞, Տեր Բրահման, որը ինքը հզորություն էր ստացել Գերագույն Աստվածնավորությունից, չէ՞։ Եվ հիմա Մայտրեյան ինքը հիշեցնում է շատ կարևոր սկզբունք, որ Տեր Բրահման ինքը որպես արարող անկախ չի։ Եվ մենք այն ժամանակ խոսեցինք, որ ամեն մի անձնավորություն, որը ինքը ինչ որ մի շնորհք ունի, ինքը պիտի հասկանա, որ այդ շնորհքը իրան պարգևել է Աստված։ Եվ այդ ինքը պարգևել է, որպեսզի այդ անձնավորությունը ինքը իմенно այդ շնորհը ծառայեցնի այս աշխարհի բարգավաճման, այս աշխարհի բարգավաճման ոչ թե այն իմաստով, որ տիրի էգոիզմի բարգավաճումը, հա, ոչ, այն իմաստով, ինչի համար որ այս աշխարհը ինքը ստեղծված է։ Իսկ
այս աշխարհը ինքը ստեղծված է կենդանեակի վերադաստիարակման համար։ Վերադաստիարակման դա մի քիչ կոպիտ է հնչում։ Ինքը ստեղծված է նրա համար, որպեսզի կենդանեակը ինքը հասկանա իր սխալը։ Հասկանում եք, հա? Եվ ասենք այդ որ ինքը մշտական հիշում է, որ իրան արարելու ունակությունը տվել է Աստված, դրա համար Տեր Բրահման, այսինքն հզոր բանականություն ունեցողը, ինքը միշտ իր շնորհը պահում է այդ հասկացողության մեջ։ Հասկանում եք, ինչի համար է սա պետք։ Սա պետք է նրա համար, որպեսզի շնորհը չդառնա գոհության հիմք, այլ դառնա ծառայության հիմք։ Մենք կարող ենք մեր աշխարհում հիմա շատ պարզ տեսնել, որ ցանկացած անձնավորություն, որը ինքը ինչ-որ մի շնորհ ունի, անպայման դա վերածում է գոհության։ Այսինքն իր հպարտությունը, ինչպես է արտահայտվում այդ հպարտությունը, փառքի հանդեպ ձգտումով։ Ինչպես է արտահայտվում փառքի հանդեպ ձգտումը։ Շատ պարզ, երբ որ անձնավորությանը չեն տալիս փառք, ինքը իր շնորհը այլևս չի արտահայտում։ Հա? Այն անձնավորությունը, որը ինքը ունի աստվածային գիտակցություն, անկախ նրանից իրան տալիս են փառք, թե չեն տալիս, այն շնորհը, որը ինքը ունի Աստծո կողմից, ինքը դնում է ծառայության մեջ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասվեց, որ Տեր Բրահման ինքը որոշեց շարունակի կենդանեակների արարումը։ Բայց արդեն առանց ոչ ռուդրայի միջոցով, այլ իմաստունների։ Այսինքն որն էր ռուդրայի թերությունը։ Տեսեք հիմա, ռուդրան ինքը տգիտության գոյավիճակն է։ Չէ՞, ջղայնությունից առաջացած դա տգիտության գոյավիճակն է։ Այսինքն Տեր Բրահմանը ջղայնությունը որն էր, որ ինքը ինչ-որ մի պահ կորցրեց, ինչ-որ մի պահ ինքը կորցրեց այդ ընկալումը, թե նյութական աշխարհը ինքը ինչի համար է։ Եվ ինքը որպես նվիրյալ, մենք դա քննարկել ենք, եթե ճիշտ եմ հիշում, ուղղակի ուզում էր, չէ, որ արարչագործության մեջ հիմքը լինի նյութական աշխարհից հրաժարվելը։ Իսկ դա սկզբունքորեն սխալ գաղափար էր, որովհետև Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը նյութական աշխարհը ստեղծել է ոչ դրա համար։ Այո, ինքը տալիս է կենդանեակներին հնարավորություն, որ եթե իրանք փոշմանել են իրենց սխալի համար կամ գիտակցել են իրենց սխալը, վերադառնան հոգևոր աշխարհ։ Եվ դա կոչվում է հոգևոր կյանք։ Սա չի քննարկվում, չէ՞, բայց դրա վերջնականում դրա համար է, բայց սկզբնականում նյութական աշխարհը նրա համար է, որպեսզի կենդանեակներին հնարավորություն տրվի, որ իրենք իրականացնեն իրենց ցանկությունները։ Հասկանում եք։ Եվ ռուդրան, որը ինքը ասենց ամեն ինչը ավիրելով գնում էր, ինքը չէր կարող հիմք լիներ։ Հիմա Տեր Բրահման ինքը երբ որ այնտեղ ինչ տեքստ եղավ, չէ՞ որ ինքը որպեսզի մաքրվի այն սկզբունքները արարելուց հետո, ինքը իրան զգաց, որ ինքը ինչ-որ բան եղավ, ներքինից կեղտոտվեց, հա, ինքը կենտրոնացավ Գերագույն Աստծո ազնվորության վրա, որ մաքրագործվի։ Չէ՞։ Այդ տեսեք, այդ մաքրագործվելուց հետո ինքը ռուդրային գնաց, ասես դու սահմանափակի, ինչ-որ սխալ բաների վրա ես անում, ես նյութական աշխարհն ես պոստը վերացնում, չէ՞։ Եվ ինքը արարեց իմաստությունը։ Այսինքն, բանականությունը, հա, երբ որ ինքը այսպես ռեալ գնահատում է նյութական աշխարհը, ինքը մի եզրակացության է գալիս։ Չլներ այս աշխարհը։ Ինչու՞, որտեվ ինքը տեսնում է իրական նորմալ առողջ աշխատող բանականությունը, ինքը տեսնում է, որ այս աշխարհը նախատեսված չի երջանկության համար։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, այդ որ ինքը նախատեսված չի երջանկության համար, դա բերում է կենդանեակին ջղայնության, որ ինքը տեսնում է, թե այստեղ ինչ էգոիզմ են փորձում իրականացնել, նախանց, չգիտեմ, դաժանություն, եսի մեզ են, ինքը ուզում է, որ այս աշխարհը ուղղակի չլինի։ Եվ դրա համար ծնվում է ռուդրան։ Չէ՞։ Բայց այս աշխարհը ինքը եթե կենդանեակներին հնարավորություն չտրվի, որ իրանք իրականացնեն այդ բոլոր ցանկությունները, որպեսզի կենդանեակը ինքը կարողանա տեսնի, թե ինչպիսի արդյունքների են բերում այդպիսի անձնավորությունները, ինչպիսին է դառնում աշխարհը, երբ որ կենդանեակը իրավունք ունի նախանձի եւ էգոիզմի հիմքի վրա քայլեր կատարի։ Վերացում են, ինչ որ հիմա մեր աշխարհը կա։ Հատկապես ցայտուն է երևում, էլի։ Մի քիչ այդքան չէ, որտեղ ողորմածության դարաշրջանն է արդեն 500 տարի, բայց
բոլոր դեպքերում միևնույն է ցայտուն երևում է։ Հասկանում եք սիրելիներս, չէ՞։ Եվ այդ ժամանակ Բրահման ինքը հասկացավ, որ այն նյութական աշխարհի ճիշտ, այդ որ նյութական աշխարհը եւ գալացողները կարողանան իրականացնել այն ինչի համար որ եկել են եւ գնացողները կարողանան իրականացնել այդ դուրս գալու ճանապարհը, դրա համար իմաստություն է իրեն պետք բանականության։ Հիմա մենք արդեն սիմվոլի մասին ենք խոսում։ Հասկանում եք, եւ Տեր Բրահման ինքը եկավ այդ հասկացողությանը, թե իր բանականությունը ինքը ինչ իմաստություն պիտի ունենա այս նյութական աշխարհում, որպեսզի ճիշտ գնահատի եւ իր ներկայությունը այս աշխարհում, եւ իր կյանքը, եւ թե ինքը ուր է գնալու մահից հետո, այսինքն եւ իր մահը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն մենք տեսանք, որ արարվեցին այդ 10 երեխաները։ Մենք ձեզ հետ քննարկեցինք ուրեմն բաները, անունների իմաստները, չէ՞։ Եվ սա ինքը շատ կարևոր էր, որովհետև մենք տեսանք, որ Մարիչին դա լույսն է։ Այսինքն ռուսերեն դա просветленность, հա? Այսինքն այն լուսավորությունը, որը կա, երբ որ ազնվորությունը ինքը ունի ճիշտ գիտելիք։ Հասկանում եք։ Երկրորդը դա Ատրին էր, չէ՞, որը ինքը բանն էր։ Մենք ասեցինք, որ դա տրոյստվին է, այդ երեքակի, ոչ թե երկակի, այլ ազատ վիճակ էր երեքակիությունից։ Եվ մենք խոսեցինք դրա մասին, որ դա ուրեմն 3 գունաներից ազատ վիճակն է։ Հա? Հիմա հաջորդը դա անգիրան էր, հասկանում եք, որը ինքը բան էր, կրակ։ Մենք ասեցինք, որ անգիրան ինքը ներքին կենդանիակի ներքին կրակն է, հա, որը ոչնչացնում է բանի ներքին տգիտությունը։ Հաջորդը, ուրեմն, եւ հաջորդը դա բանն էր, Պուլաստյան, չէ՞։ Պուլաստյան ինքը, ուրեմն, գիտելիքը տեղափոխելու, այսինքն բանականությունը, ինքը, երբ որ ունի այդ լուսավորվածությունը, 3 գոյավիճակներից ազատ վիճակը եւ ներքին այն հոգեվոր կրակը, որը այրել է իր մեջի ամբողջ գիտությունը, չէ՞։ Տեսեք, դրանից հետո ինքը փոխանցում է այդ գիտելիքը ուրիշներին, հա? Եվ հոգեվոր տրադիցիաների պահապանն է Պուլաստյան, չէ՞։ Եվ սա ինքը շատ կարևոր բան էր, ուրեմն սկզբունք էր, չէ՞։ Որ ինքը ուրեմն տրադիցիաների պահապանն էր եւ գիտելիքը տեղափոխելու սկզբունքը։ Հիմա հաջորդը Պուլահան էր, չէ՞։ Եվ սա արդեն տեսեք, այ որ ինքը գիտելիքը փոխանցեց, չէ՞։ Այդ ում որ ինքը փոխանցեց, հիմա ինքն է հնարավորություն ստանում մաքրվել եւ ունենալ ներքին աճ։ Կամ Եվ որ ազնվորությունը ինքը փոխանցում է գիտելիքը, այսինքն գիտեք ոնց է, էլի, հոգևոր գիտելիքը, երբ որ մարդիկ իրանք փոխանցում են, չէ, դա առաջի հերթին նշանակում է, որ իրանք նախանձից ազատ են։ Եթե իրոք ռեալ հոգևոր գիտելիք են տարածում եւ ռեալ տարածում են ուրիշին օգուտ տալու համար, այլ ոչ թե ինչ որ բան էլի, աղանց ստեղծելու, չգիտեմ, այնտեղ առաջնորդ դառնալու, ես հիմա այդ խնդիրները չէ, էլի։ Իրական հոգևոր, մաքուր հոգևոր գիտելիքը, մաքուր հոգևոր նպատակներով, չէ՞։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ հաջորդը դա Պուլահան է, չէ՞, որը ինքը ներքին մաքրագործման, ուրեմն կամ ներքին բանի, ասեք, աճի բանն է, չէ՞, սկզբունքն է։ Մյուսը դա կրատուն էր։ Այսինքն մենք ասեցինք, որ դա բանի վճռականության սկզբունքն է, չէ՞։ Վճռականության սկզբունքն է եւ բանի զոհաբերության, հա՞, այդ սկզբունքն է։ Հա, տեսեք, այսինքն, երբ որ ազնվորությունը ինքը մաքրագործվում է, չէ՞,
Եվ այսպես էլի վճռականորեն այդ մակրագործման process-ի մեջ հաստատված է, չէ՞, ինքը կարողանում է զոհաբերել ինչ-որ բաներ, հասկանում եք, եւ սա ինքը շատ կարևոր սկզբունք էր հոգևոր կյանքի համար։ Հաջորդը դա բրիգուն էր, չէ՞, բրիգուն ինքը իրականում ինքը դրախտային մոլորակների արքայի, տերիտրայի բանն է, ասեք, հոգևոր ուսուցիչը։ Բրիգուններ թե Վասիշտաներ, չէ՞ կներեք սխալվեցի։ Հիմա բրիգուն ինքը ինչ է, ինքը հոգևոր փառքն է։ Հասկանում եք, այսինքն այն անձնավորությունը, որը ինքը ունի ներքին լուսավորվածություն, ունի բաներ, երեք գոյավիճակներից ազատ վիճակ, ներքին այդ կրակով այրված ներքին մաքրություն, վճռականություն, հոգևոր տրանզիցիաների մեջ հաստատվածություն, եսի ինչ, այդ ամեն ինչը իրան բերում է հոգևոր փառք։ Հա? Եվ տեսեք, սա ինքը շատ կարևոր կետ է, որ իրականում, չէ, օրինակ, իրական հոգևոր դաշտում կենդանեակները, արիացիները, չէ, իրենք սրբերին կամ մաքուր կենդանեակներին ճանաչել գիտեին։ Եվ դրա համար արիական հասարակության մեջ տանջամահ եղած սուրբ դա անհնար էր, որովհետև դա իրական ուրեմն հոգևոր դաշտ էր, որտեղ իրական հոգևորականներին անմիջապես ճանաչում էին։ Եվ նրանց, այսպես պատկերավոր ասած, գլխներին դրած ման էին տալի։ Դա միայն աստվածամերժության դարաշրջանում է, որ հիմա շատ կարևոր է, ճանաչում են, որ սուրբ է, եւ հենց այդ պատճառով ցավ են պատճառում։ Հասկանում եք, եւ տեսեք, օրինակ, ես տեղյակ չեմ մուսուլմանական աշխարհի այդ ասպեկտով իրականությանը պատմությունը երբեք չեմ ուսումնասիրել, այդպես դա ինձ հետաքրքիր չի եղել։ Բայց ասենք մեր մշակույթի մեջ, չէ, քրիստոնյա աշխարհում մենք տեսնում ենք, չէ, որ հասկանում եք, կա այդպիսի բան, էլի, որ բոլոր սրբերը ռուսներն ասում են մուչինիկի։ Այսինքն բոլոր սրբերը տանջամահ եղած են։ Կամ չգիտեմ, ինչ-որ մեծ վայրենության արժանացած անձնավորություններ են։ Ինչու՞։ Որովհետև կրոնը զավթված է կեղծ կրոնականներով։ Հասկանում եք, իրական կրոնականն ինչ է նշանակում, այսինքն կրոնականությունը ինքը իրական է, հա? Այսինքն այդ բառով ասեմ, չգիտեմ, էլի այդ ինչքանով է ճիշտ բոլորի հանդեպ հայերեն, հա? Այսինքն տերտերները իրանք ռեալ սուրբ են, կամ ռեալ սուրբ չեն, պրոստը ռեալ հոգևորական են, հա? Եվ երբ որ իրական սուրբ է զարգանում այդ հասարակության մեջ, այդ սուրբի վրա հարձակվում են եւ, չգիտեմ, մասնատում են, տառապացնում, չգիտեմ, եսի մի ինչ կտանքների ենթարկում, եսի միջանում, սպանում, հետո նոր սուրբ հայտարարում։ Դա ով է անում։ Ով կարող, որ իսկական հոգևոր մարդը ինքը կարող է ձեռք բարձրացնել սրբի վրա։ Հա, կարող եք ասել։ Դա նշանակում է, չէ, որ կրոնը ինքը աթեիստների կողմից է վերցված, չէ, եւ կեղծարարը ինքը չի կարող թույլ տա, որ իրական սուրբը այդտեղ գոյություն ունենա, որտեղ իրական սուրբը ինքը կիրականացնի, իսկ արքան տկլոր է հեքիաթը։ Կասի չեք տեսնում, կույր եք չեք տեսնում, որ այս մարդը ինքը ձեր ղեկավարն է, բայց ինքը հոգևոր չի։ Դրա համար իրան անմիջապես վերացնում են։ Այ երբ որ վերացրեցին, այն գիտելիքը, որը ինքը բերել է, կեղծարարը կարող է վերցնի եւ շարունակի այդ գիտելիքը հիմա նորից օգտագործել իր, եթե կրոնական լեզվով ասեմ, իր սատանությունները իրականացնելու համար։ Սրա համար է, որ աստվածամերժության դարաշրջանում բոլոր մաքուրները, բոլոր սրբերը իրենք տանջամահ եղած են։ Հասկանում եք։ Եվ վերջ, ուրիշ ոչ մի պատմություն չկա։ Հիմա, այսօր ինքը շատ կարևոր է, որ բրիգուն ինքը հոգևոր փառքն է։ Եվ սա նշանակում է, որ այո,
Գերագույն Աստծո անձնավորությունը, իսկ տեսեք, ասենք հիմա կասենք, բա ինչու գերագույն Աստծո անձնավորությունը այդ սրբերին չի պաշտպանում։ Այդ դրա համար, որ մարդիկ կարողանան իրենց ուղեղը միացնեն ու մի հատ հարց տան։ Եթե սա սրբություն է, եթե սա իրական կրոն է, սուրբը ինչի տանջամահարվեց։ Եվ հիմա երկրորդ հարցը, ինչի մահից հետո հայտարարվեց սուրբ։ Այնչի։ Չէ, այսինքն Աստված ինքը ամեն կերպ հուշում է, որ ընկերներ ջան, այդ ինչ որ դուք համարում եք կրոնական դաշտ, այդտեղ, երբ որ ես ուղարկում եմ իմ ծառաներին, դուք չեք ճանաչում, տանջամահ եք անում, մորթում եք, հետո նոր սուրբ եք հայտարարում։ Ինչի, որ անունը շահագործեք, այլ ոչ թե որովհետև հոգևորով եք զբաղված։ Սկզբից տանջամահ ենք անում, հետո այդ սրբի իկոնաները օգտագործում ենք, որ հիվանդություններից ազատվենք։ Կարելի է մտածել, այդ սուրբը մենակ դրա համար էր եկել, որ սրա նրա նյութական հիվանդություններով զբաղվի։ Սրբերը դրա համար չեն, իրանք իրական հոգևոր զարգացման համար են նախատեսված։ Չէ, եւ մարդկությունը ինքը հա ինչ է ասում այդ ատելության մեջ, որ մեզ պետք չի զարգանալը, մենք պիտի մնանք մեղավոր հոգիներ, իսկ դու քո այդ իկոնայով պիտի բուժես մեր արատավորության հետևանքները, մեր հիվանդությունները, մեր տառապանքները, մեր այս ինչը, մեր այն ինչը։ Վերջ, ուրիշ ոչ բանով դու մեզ հետաքրքիր չես, սա ենք չի ասում։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ ուրեմն այդ բանը որակներից մեկը դա հոգևոր փառքն էր, հա? Վասիշթան, հաջորդը դա Վասիշթան է, հա? Վասիշթա դա նշանակում է այն ինչ որ առավել է, հա? Այսինքն սա հոգևոր բանի կատարելության սիմվոլն է։ Հասկանում եք, չէ՞։ Ինքը հոգևոր կատարելության սիմվոլն է եւ այո, սա բնական է, որ եթե անձնավորությունը ինքը ունի այդ միջև այս պահը ուրեմն շարադրված որակները, ունի անցած ճանապարհ, չէ, ինքը այո, անպայման գալիս է հոգևոր ուրեմն կատարելության։ Մյուսը դա դակշան է, չէ։ Դակշա նշանակում է հմուտ։ Դա հա, սա հմտության ուրեմն սկզբունքն է, սա բան է սպասոբնստի ունակությունների սկզբունքն է, հա, եւ ինքը բան է, էլի կարգավորող ուժի, կարգավորիչ ուժի, կարգավորող ուժի սիմվոլն է, որտեվ այ եթե մարդը ինքը հմուտ է, եթե ինքը ինչ որ ունակություններ ունի, չէ, եւ եթե ինքը ինչ որ հարցերում քաջատեղյակ է, չէ, այդ իր քաջատեղյակությունը ինքը բան է, այսպես կարգավորող ուժ է, հա, եւ դակշան ինքը ուրեմն բան է, հենց այդ ուժի մարմնավորումներ, հա, հիմա եւ վերջինը դա նարադան էր, չէ, այսինքն մենք տեսանք, որ ինքը այն անձնավորությունն է, որը ինքը տալիս է գիտելիք կենդանի էակներին, չէ, հիմա տեսեք, այսրանք իրանք իմաստության եւ բաղադրիչ մասերն էին եւ արդյունքները։ Հասկանում եք, չէ, այսինքն մենք այն ժամանակ քննարկեցինք, չէ, որ այստեղ այդ բանն է առաջ գալիս, որ իրականում, երբ որ մենք նայում ենք, մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք ասում են այո, ավիրման եւ տրանսֆորմացիաների հզորությունը ինքը անհրաժեշտ կոմպոնենտ է նյութական աշխարհում։ Բայց նյութական աշխարհում արարելու համար, ինչպես անհատականությունը իր անձնական կյանքում, ինչպես ինչ որ չգիտեմ, հասարակության մեջ, այդպես էլ տիեզերքի մասշտաբով ամեն ինչը պիտի արվի իմաստության հիմքի վրա։ Հասկանում եք, ոչ թե շահերի, ոչ թե օրինակ ասենք, տեսեք, չէ, հիմա օրինակ, եթե մենք վերադառնանք մեր երկիր, իրականում ճակատագրական սիտուացիայի մեջ ենք, չէ, կանգնած։ Հասկանում եք,
Ես միշտ ասում եմ, որ նրանք ովքեր որ խոսում են հիմա նրա մասին, որ երբեք պատմության ընթացքում չի հաջողվել հայերին վերացնել, չգիտեմ ինձ չի հաջողվել եւ չի հաջողվելու, գիտեք ցիգաններին էլ չի հաջողվել վերացնել։ Չի հաջողվել։ Իրանք կան եւ երևի թե կլինեն։ Հետո հասկանում եք, որովհետև մենք այդ խոսակցությունների մեջ մի հատ շատ կարևոր գործոն հաշվի չենք առնում, որ ամեն անգամ, երբ որ ինքը պետությունը հայերը կորցրել են, բոլոր դեպքերում այս տարածքում շարունակել են ապրել հայերը։ Հասկանում եք։ Եվ թող ներենից նրանք էլ իրաց հերթին, չէ՞, երբ որ թուրքերը իրանք եկել են եւ գրավել են այս տարածքները, չէ՞, այդ վայրերում դեռ հայեր են ապրել։ Երբ որ Նախիջևանը նվիրեցին Ադրբեջանին, Նախիջևանում 98% հայեր ապրում, բայց այսօր այնտեղ մի հատ հայ չկա, պատկերավոր ասած։ Եվ դա արդեն всё, դա արդեն այսպես, ինքը քանի գնա, այդքան արդեն թուրքերի հող է համարվում։ Հասկանում եք։ Հիմա մենք այդ նույն բանի առաջ կանգնած ենք հիմա այստեղ։ Ինչի համար ենք պատասխան տալու։ Մի հատ սխալ ընտրության, որ հասարակության մեջ թույլ ենք տվել, որ տղամարդը պիտի ունենա ընդամենը մի կին։ Եվ ստեղծել ենք այնպիսի հասարակություն դրա հետ մեկտեղ, որտեղ ոչ մեկ շահագրգռված չի երկու երեխայից ավել երեխա ունենա։ Այդ չենք խոսում նրանից, որ ուղղակի մի երեխա։ Այ կարող եք չեք հասկանում, որ եթե մենք հիմա մեր պետականությունը կորցրեցինք, մենք քանակությամբ արդեն այնպիսին ենք այստեղ, որ եթե սա էլ ջնջվեց, սա վերջնահայտ ցիգան, Աստված կարոտ պահի, բայց ցիգան ենք դառնում։ Այսինքն եթե նույնիսկ չենք վերածվում աշխարհով մեկ, այդպես բանում են, այսի ինչ որ հայ է, всё, այսի ցիգան է։ Եթե մեզ այդ կարգավիճակն է, բայց մենք հիմա ոչ մի բան չենք անում։ Իրականում մենք չէ, ավելին, մենք ամեն ինչ անում ենք, որ այդ իրականությունը գա մեր դուռը այս պահին ազգովի։ Ոչ մեկին չենք բաժանում։ Այս կողմ են կողմ ընդհանուր բանը, այդ վեկտորը, ինքը գնում է դեպի այդտեղ։ Եվ մենք արդեն մի հատ այնպիսի խղճուկ քանակությամբ ենք այստեղ արտահայտված, որ անձամբ ես արդեն մտածում եմ, որ սա անշտկելի է իրականում։ Արդեն բացարձակապես կարևոր չի, թե ով կվերցնի այս տարածքը։ Բացարձակ կարևոր չի։ Չէ՞։ Եվ ասենք մարդիկ, որոնք իրանք խոսում են նրա մասին, որ ասենք որոշումները ընդունվում են առանց հայերի, այո, իհարկե, որոշումները ընդունվում են առանց հայերի։ Իսկ մենք հիմա մեզանից այս պահին ինչ ենք ներկայացնում, որ ինչ-որ մեկն էլ մեր հետ հաշվի նստի։ Կարող եք ասել։ Մի հատ ասեք, էլի, ասես բառով ասեք, ասես ամենամեծ թիվն եմ ասում։ Մի հատ ասեք 3.5 միլիոն մարդ։ Աշխարհի գերպետությունների մայրաքաղաքներում ապրում են, մենակ մայրաքաղաքում ապրում են 10 միլիոն ավել ժողովուրդ, 10 անգամ ավել ժողովուրդ։ 30 միլիոն մարդ է ապրում մեծ քաղաքներում։ Դուք պատկերացնում եք դա ինչ իմաստ։ Մենք մի հատ փողոց չենք նույնիսկ։ Չէ՞։ Եվ դա է մեր արդյունքը։ Եվ այդ արդյունքի մեջ ամպագորգոր բառեր արտասանելը ինչ է, արտասանեք, ինչ է դրանից փոխվում, ոչ մի բան, իրականությունը չի փոխվում, և իրականությունը մնում է ցավոք սրտի շատ տխուր, հասկանում եք սիրելիներս, չէ՞, ուրեմն, ինչ էին ասում արիացիները, իրանք փաստացի ասում են, որ տգիտությունը ինքը ավիրում է, բայց այո, ավիրման պրոցեսները իրանք անհրաժեշտ են, չէ՞, բայց քաղաքակրթությունը
Ես մի անգամ ասել եմ այն ժամանակ, հիմա նորից եմ բառացի կրկնելու։ Քաղաքակրթությունը կառուցում են իմաստության հիմքի վրա։ Ատելության, գոռոզության, նախանձի, ագահության, տգիտության, ջղայնության հիմքի վրա քաղաքակրթություն դեռ ոչ է, հաջողվել է, բայց ինչ քաղաքակրթություն։ Ստրկատիրական քաղաքակրթություն, խնդրեմ, հասկանում եք, այ առաքինի, որտեղ որ ամեն ինչ բարգավաճում է, ամեն ինչ հզոր է, ամեն ինչ երջանիկ է, առողջ է։ Այդպիսի քաղաքակրթություն կառուցում են միայն եւ միայն հավասարակշիռ իմաստության հիմքի վրա։ Եվ ես չհասցրեցի այսօր էլ վերջացնեմ, ասենք անցնեմ այնտեղ որտեղ որ մենք անցյալ անգամ կանգնեցինք, ներող կլինեք, համարենք, որ այսօր մի թեթև կրկնողություն անեցինք եւ Աստծո ողորմածությամբ, եթե խաղաղություն լինի մեր երկրում, վաղը կշարունակենք, արդեն կավարտենք այս թեման։ Այսօր այսքանն է, սիրելիներս, տեսություն ձեզ։